Վաղաշաբաթի ընտրություններ։ Արդյունքները համապատասխանում են ձեր կանխատեսումներին։ Դժվար է կանխատեսում անել անկեղծ ասած, որովհետև հասկանալի չէր ինչպես նախկին արդյունքների հետ համեմատել, որովհետև համայնքը խոշորացվել էր ընտրություններից առաջ եւ փաստացի քաղաքային բնակավայրին միացել էին այլ գյուղական բնակավայրեր եւ այստեղ ակնհայտ տարբերություններ կան ընտրողի իմաստով, որովհետև քաղաքում եւ գյուղական համայնքներում ընտրողները ունեն տարբեր խնդիրներ եւ բնականաբար իրանց ընտրությունն էլ տարբեր է եւ հարցը ինչու՞մն էր որ իշխող ուժի տեխնացուն մարզպետ էր եւ իր ազդեցության իմաստով նաեւ գյուղական համայնքների վրա էր ազդեցություն ունեցել ընդդիմադիր տեխնացուն բացառապես քաղաքային տեխնացու էր Էջմիածին քաղաքի եւ երբ պատկերը նայում ենք միայն քաղաքում տեսնում ենք որ իշխանությունը պարտվել է բայց այլ գյուղեր միացնելով իշխանությունը պարտվել է այո այսինքն եթե նայենք թե ընդդիմադիր ուժերը անցնեին եւ իրենց մանդատները ձևավորեին ակնհայտ է ձևավորել թողնենք հետո ուղիղ համեմատականը այո պարտվում է ընդդիմությանը ուղիղ համեմատականը ԿՊ-ի եւ ընդդիմադիրի դառնում էր փոքրամասնություն այո այսինքն իշխանությունը մեծամասնություն ստացել է գյուղական համայնքների միացմամբ Էջմիածին քաղաքին հիմա այս իմաստով ընտրությունից առաջ նման բան փոխելը եւ հետո հաղթելը կարելի է հաղթանակ դիտել թե ոչ մեկ եւ երկրորդ երբ նայում ենք իշխանական տեխնացուի պաստառները քաղաքացիական պայմանագիր այդ լոգոից բացի կուսակցության անվանումը բացակայում է եթե նայենք ամբողջ քարոզարշավը իրականացվել է առանց քաղաքապայմանագրի կարկառուն ներկայացուցիչների կհիշեք որ Գյումրի ընտրություններին Վահագն Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանը ելույթներ ունեցան անդադ ակտիվ էին այս դեպքում իրենք լռում էին որովհետև հասկանում էին որ ավելի լավ է տեխնացուն ինքը իրենով ձայն հավաքի քան իրենց քաղաքական բացասական բեռը բերեն այնտեղ եւ հաջողություն ունեցան այս իմաստով ես որևէ լուրջ նշանակություն չեմ տա ասելու որ դա նշանակում է որ 26 թվականին էլ կհաղթեն ընդհակառակը կասեմ որ քաղաքային համայնքներում պարտվել նշանակում է պարտվել նաև համապետական ընտրություններում այսինքն վաղաշաբաթը որևէ ասոցիացիա չի կարող ունենալ 26-ի սպասողում ես ընդհակառակը կարծում եմ որ ընդդիմադիր ընտրողները ավելի կմոբիլիզացվեն որովհետև կտեսնեն որ վտանգ կա չմասնակցելու դեպքում հաղթանակը թողնելու իշխանության շատ բարի Դավիթ ջան դուք խոսում եք քաղաքական որոշակի տեխնոլոգիաների կիրառման բանը չեք խոսում կեղծիքի մասին եղել է թե չէ ընտրական կեղծիք ինչին մենք սովոր ենք Չէ, նման բան չի արձանագրվել եւ դա նոր Հայաստանի եւ ընդհանրապես ժամանակակից եվրոպական պետությունների, հատկապես արևելյան պետությունների կրեդոն է։ Մենք ընտրություն չենք կեղծում։ Մենք ճիշտ արտահայտություն օգտագործեցինք ընտրական տեխնոլոգիաներով ենք բերում արդյունքը դրան, այսինքն եթե մենք տեսնում ենք, որ մենք Էջմիածնում կպարտվենք, մենք չենք կեղծի Էջմիածնի ընտրությունները, մենք կմիացնենք մի քանի այլ համայնքներ, որտեղ կհաղթենք եւ այդպես կհաղթենք։ Հիմա սա է իրականացվում։ Կամ օրինակ ինչ որ տեխնացուի չենք գրանցի։ Գյուղում ապրողը ընտրող չի, հա, համարվում հավասարազոր Էջմիածնի ապրողի հետ։ Իհարկե ընտրողի տարբերություն եք ուզում նկատել։ Չէ, նախ ակնհայտ է, որ ինչպես նշեցի, գյուղական համայնքներում ընտրությունը թվաց դուք թերագնահատում եք։ Ես այլ բան եմ ասում։ Ես ասում եմ, որ քաղաքական միավոր։ Ես ասում եմ, որ գյուղական բնակիչը ունի առանձնահատուկ խնդիրներ, որոնք կոնկրետ տեղական են։ Ինքը վստահել է այդ խնդիրը գործող իշխանության։ Եվ գործող իշխանության տեխնացուն լինելով մարզպետ նախկինում ունեցել է հնարավորություն գյուղացիների հետ առնչվելու իր մրցակից տեխնացուն եղել է բացառապես Վաղարշապատ համայնքից ընտրված ավականու անդամ գյուղական մյուս համայնքի ներկայացուցիչները մոտիվացիա չեն ունեցել ընտրել Սևակ Խաչատրյանին որովհետև նա եղել է զուտ Էջմիածնի ավականու անդամ սա է տարբերությունը Դուք անմիջական մասնակցություն չեք ունեցել բայց արել եք հայտարարություն ում եք աջակցում Ոչ ես կարծում եմ նման դեպքերում դա անշնորհակալ գործ է եթե ունես սեփական տեխնացու աջակցում ես եթե չունես ինչ ում աջակցես մենք որևէ Դուք ունեք ձեր համակիրները չեք ասել նրանց ում նախապատվություն Իրենք ընտրել են իրենց խղճի եւ կամքի մտոք մենք չենք կարող կոչ անել ընտրել ինչ որ մեկին
հետագա գործողությունների պատասխանատվությունը չենք ցանկանա կրել։ Հիմա օրինակ Գյումրիում եթե մենք կոչ արած լինեինք համախմբվել Վարդան Ղուկասյանի, ոչ չենք արել, որովհետև համարում ենք, որ մենք պատասխանատու չենք կարող լինել այն ուժերի համար, որոնց գործիքակազմը կամ գործողությունները չեն բխում մեր կամքից։ Հիմա Վարդան Ղուկասյանին կոչ անենք միանալ կամ այս դեպքում Սևակ Խաչատրյանի, որովհետև տրամաբանություն չկա այդտեղ։ Իմիջիալը Գյումրիում հետաքրքիր բան է տեղի ունենում, հրաժարվում են մանդատներից։ Դե իշխանական լծակները գործում են եւ իշխանական լծակի չկապ ունի, բոլորը մանդատները վայր են դնում։ Եթե նկատի ունեք այդ բոյկոտի իմաստով, ապա ամենայն հավանականությամբ դա Վարդան Ղուկասյանի առաջադրմանն է ուղղված, բայց ես նաև մինչ այս նկատել էի, որ առանձին թեկնածուներ ում կալանավորել էին, բաց են թողել եւ դրանք հրաժարվում են այլևս ընդդիմադիր ավականուի իրենց գործառույթը կատարելու, սա էլ կար։ Ուստի բոյկոտի մասին դեռ որևէ հայտարարություն չեն տեսել, ինչպես դուք եք ասում, բայց ում ասեմ երկուսն էլ կարող են տեղի ունենալ։ Գյումրու ավականուց մանդատներից հրաժարվելու մասսայական դիմումներ են ստացվում։ Մասսայական դաշնակ, հիմա Վարդան Ղուկասյանի ֆրակցիան բոյկոտ է անում, չգիտեմ, դեռ այդ լուրին չեմ ծանոթացել։ Ազգային ժողովի փոխնախագահի արտահայտությունից հետաքրքրեց, ասեցի գրի առնեմ, որ փոխանցեմ ձեզ։ Էդմոն Մարուկյանն ինձ խնդրում էր միջնորդել, որ իրեն ընտրենք ՄԻՊ։ Երբ է եղել դա, եթե եղել է այնպես։ Էդմոն Մարուկյանը դրա մասին շատ մանրամասն խոսել է։ Հա, չեմ լսել, կներեք։ Դա այն ժամանակահատվածում էր, երբ մենք ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով խորհրդարանից դուրս մնացինք, իշխանության կողմից եղել է առաջարկ Էդմոն Մարուկյանին դառնալու ԲՏԱ նախարար, որից նա հրաժարվել է, որովհետև ասել է, որ ինձ պարզապես իշխանական լծակներ, իշխանական կաբինետ կամ ինչ-որ այլ ռեսուրսներ պետք չեն, ես այդտեղ ինձ չեմ տեսնում, որից հետո հաջորդ առաջարկն է հնչել դառնալու հատուկ հանձնարարություններով դեսպան, որը նա համաձայնել է, որովհետև նախ դա դիվանագիտական ծառայություն էր, եւ երկրորդ, եթե համեմատենք նախարարի եւ հատուկ հանձնարարություններով դեսպանի ունեցած իշխանական լծակները, ենթակա անձանց թվաքանակը, կառավարվող բյուջեն, ապա կտեսնենք, որ հատուկ հանձնարարություններով դեսպանը ունի միայն իր աշխատավարձը, կաբինետ եւ անհատ է։ Նախարարի հետ չես համեմատի։ Հիմա մնացյալը ինչ որ Ռուբեն Ռուբինյանը ասում է, ավելի լավ է Ռուբեն Ռուբինյանը գնաց զբաղվի իր գործընկեր Քլեչի հետ բանակցություններով, որովհետև 2-3 տարի է մեզ ասում են, հեսա հայ-թուրքական սահմանը կբացվի, այդպես էլ չենք տեսնում, այդ երբ է բացվեց, ինչ արեցին։ Դե այսօր Ֆիդանն էլ է ասել կբացվի։ Անընդհատ ասում են։ Ֆիդանից պատասխանատվություն։ Ամեն, չէ, մենք ունենք մի բարով կամ ոչ բարով պաշտոնյա, ով որ զբաղվում է այդ ամեն ինչ։ Դուք էլի չասեցիք, Էդմոն Մարուկյանը դիմել է այդպիսի առաջարկով։ Էդմոն Մարուկյանը քաղաքական կուսակցության ղեկավար էր։ Ինձ նման խոսակցություն, որ ինքը պետք է դառնար մի անդամ, մի մարդու իրավունքների պաշտպան, ինձ նման խոսակցություն հայտնի չէ, որովհետև մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի ապա քաղաքական անձ, ընդունելի քաղաքական կամ հասարակության տարբեր շրջանակների կողմից։ Ինձ նման բան հայտնի չի, ինչ որ ասում է Ռուբեն Ռուբինյանը, ինձ հայտնի է, որ իրենք պաշտոնապես առաջարկել են ԲՏԱ նախարարը, որ մենք քննարկել ենք նաև կուսակցությունում, հետագայում առաջարկել են հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, որը եւս քննարկել են կուսակցությունում։ Դավիթ, արտաքին օրակարգը ներկայիս, այնինչ հատկապես այս օրերին է ծավալվում, նպաստավոր է գործող իշխանությանը։ Կարծում եմ որոշ իմաստով այո, որովհետև նախ տեսնում ենք, որ եվրոպական տարբեր կենտրոններից տարբեր ժեստերի միջոցով ամեն կերպ աջակցում են Փաշինյանին վերընտրվելու համար։ Ակնհայտ է, որ եվրոպական այդ ղեկավարների այցը սպասվող Հայաստան նպաստելու է որոշակի ընտրական արդյունքներին։ Ակնհայտ է նաև, որ Փաշինյանը երբ խոսում է տարբեր ուժերի մրցապայքարից դուրս թողնելու մասին եւ հակընդդեմ հայտարարություններ չի ստանում եվրոպական տարբեր կառույցներից, երբ քաղբանտարկյալներով լցված է երկիրը եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը այս խնդիրները չի հասցեագրում, նշանակում է նա ունի այս իմաստով որոշակի carte blanche շարունակելու իր գործունեությունը։ Եթե նայենք մյուս կենտրոնից հյուսիսային Ռուսաստանից, ապա իրավիճակն էլ նպաստավոր չի պատերազմական իմաստով, որ տեսնում ենք, որ այն դեռևս շարունակվում է եւ քանի դեռ իրենք
զբաղված են այնտեղի գործերով, ապա վստահաբար իրենց հայացքը այստեղ չի լինի, որպեսզի իրենք էլ իրեն ինչ-որ հայտարարություններով իրավիճակի շուրջ պատկերացումներ ստեղծեին։ Այսինքն չի էլ հետաքրքրում Մոսկվային, Հայաստանում ինչպիսի իշխանություն կդրա։ Այս պահին ենթադրում եմ, որ իրենք ընդունել են ավելի пассив կեցված, որը կարող է ցանկացած պահի փոխվել, բայց տեսնում ենք, որ բավականին տոլերանտ են ցանկացած գործողությունների նկատմամբ, որոնք իշխանություններն անում են։ Դա գոնե իմ ընկալումն է, կարող է իրենք ասեն, չէ, մենք տոլերանտ չենք, համաձայն չենք ինչ որ հարցերում տարածաշրջանային, բայց իմ ընկալմամբ իրենց գործողությունները ավելի շատ հանդարտ է, որ մենք ավելի կարևոր խնդիրներ ունենք լուծելու։ Երեք ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն էր Երևանում, այսօր Բաքու է մեկնել, հանդիպել Արտեմ Բայրամովի հետ կա նաև հանդիպման սղագրություն, որ Բայրամովը ողջունում է տրիպի աշխատանքների արագացումը, դիտարկել որպես արդեն գործնական քայլ։ Դե պաշտոնական հայտարարություններով եւս ասվում է, որ բանակցությունները թե ինչպիսի կոնսորցիում պետք է ստեղծվի, ընթացքի մեջ են, եւ այն, որ այդ հանդիպումները եռակողմ են, այսինքն Հայաստան, ԱՄՆ, հետո ԱՄՆ, Բաքու, եւս նշանակում է, որ այդ միջանցքը, որը Հայաստանը համաձայնել է տալ, ըստ էության այդտեղ Բաքուն փայատեր է, որովհետեւ եթե մենք խոսեինք չոր ներդրման մասին Հայաստանում, Հայաստանի ճանապարհների վրա, ապա այդտեղ ինչ կա քննարկելու Բաքվի հետ։ Եթե քննարկում է Բաքվի հետ, թե ինչ կոնսորցիում աշխատանքային խումբ կստեղծվի, հո միայն Հայաստանում չի ստեղծվի այդ աշխատանքը։ Միայն Հայաստանում է ստեղծվում, որովհետեւ TRIP-ը դա Հայաստանի տարածքին վերաբերող մաս է։ TRIP-ը չի վերաբերում Ադրբեջանի կամ Նախիջևանի որևէ կտորի։ Դա վերաբերում է բացառապես Հայաստանին եւ այն, որ Հայաստանին վերաբերող ճանապարհի վերաբերյալ բանակցություն Ադրբեջանը TRIP-ով հետաքրքրված չէ։ Չէ, Ադրբեջանը TRIP-ով հետաքրքրված է, որովհետև դա իր համար է եւ հենց դա եմ ասում, որ այն որ հետո ամեն ինչ անում է Ադրբեջանին այդպիսի ծառայություն մատուցելու համար։ Վաշինգտոնը ամեն ինչ անում է, որպեսզի TRIP-ը կյանքի կոչվի, որովհետև դրանք անուն Ադրբեջանի պահանջով, որտեղ ԱՄՆ-ն եւս ունի շահը, որովհետև դրանով ԱՄՆ-ն ներդրումային իմաստով եւս մտնում է տարածաշրջան, որը ի սկզբանե եղել է Ադրբեջանի պահանջը։ Ընդ որում այդ նույն հարցը կարող եք տալ Ռուսաստանի մասով նոյեմբերի 9-ի հետ կապված, ես էլի կասեի, այո, որ Ռուսաստանը այդ կետին համաձայնել էր Ադրբեջանի պահանջով, տեսնելով այդտեղ իր շահը։ Հիմա նույնը անում են Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այդտեղ մեր շահը չկա, այդտեղ Ադրբեջանի շահը կա։ Մեր շահը տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումն է։ Ես ձեզ այլ հարց տամ։ Հակարի կամուրջը գործող տրանսպորտային կապ է, հա։ Տարիներով գնում էինք Արցախ, եւ այդ կողմով, եւ Քարվաճարի կողմով։ Ինչի այդ սահմանը չի բացվում։ Մի անցակետ դնեն, իրենց բեռները կարճ տանեն դեպի Նախիջևան, ինչի չեն բացում, սպասում են, որ TRIP-ը բացվի, որովհետև իրենց միջանցք է պետք, իրենց ապաշրջափակում պետք չի, ապաշրջափակումը հենց վաղվանից կարող է լինել։ Այսինքն, եթե TRIP-ը լինի, հավանական է կլինի, TRIP-ը կունենա միայն մի ուղղվածության երթևեկություն, Ադրբեջանը կօգտվի այդ Ադրբեջանը կապող Նախիջևանին, այո։ Ոչ ոք չի օգտվի։ Ոչ, ով պետք է օգտվի։ Թուրքերը մեկ էլ կօգտվեն երևի։ Ենթադրում եմ իրենց էլ է ձեռնտու, այո։ Վրաստանին ի՞նչն է հետաքրքրում, որ վրացիները միանում են։ Վրաստանը դժվելու է սրա արդյունքում, որովհետև լոգիստիկ կապը արդեն շրջանցելու է Վրաստանը, պարզապես իրենք դա կանխելու հնարավորություն չունեն, հետևաբար անիմաստ է քննադատել այդ պրոյեկտը, բայց ակնհայտ է, որ երբ լինի TRIP-ը, Վրաստանը ընդունում է Վաշինգտոնի առաջարկը միանալ Թրամփի ծրագրին։ Ուզում եմ ասել, միանան, չմիանան, միևնույն է, դա իրենց շահերից չի բխում, դա ակնհայտ է, որովհետև իրենց տրանզիտային հնարավորությունները էապես նվազում են։ Հիմա արդեն ադրբեջանական բեռները ուղիղ կարող են միջանցքի ճանապարհով Նախիջևանով գնալ եւ հասնել ընդհանուր մինչեւ Թուրքիա, շրջանցելով Վրաստանը, ուստի ես իմաստով կընդունեն իրենք չեն ընդունի, ազդեցություն չունեն գործընթացի վրա, բայց պարզ է, որ իրենց շահերից էլ դա չի բխում։ Մեր շահերից դա չի բխում, որովհետև մենք այդտեղ օգուտ չունենք, այսինքն մենք չենք ապաշրջափակվում։ Մեր շահերից չէր բխում նաև վերջին փորձարկումը երկաթգծի բացումը։ Երկաթգծի բացումը մի քիչ այլ պրիզմայով պետք է նայենք, ընդհանրապես չկապելով դա ԱՄՆ-ի հետ։ Տեսեք, Հայաստանը համաձայնեց։ Չէ, կարելի է հակառակը համարել, մրցակցություն ԱՄՆ-ին։ Որ ԱՄՆ-ն ինչ է արել, ինչ է որ ԱՄՆ-ն կանի, ավելի լավ է մենք ավելի շուտ անենք, քան ԱՄՆ-ն է անում։
Այսինքն ԱՄՆ-ի հետ համաձայնությունները բերեցին նրան, որ ԵԱՏՄ երկու անդամ պետություններ, Ղազախստանը եւ Ռուսաստանը, ունենան այլընտրանքային ճանապարհ իրենց ծորենը դեպի Հայաստան արտահանելու համար։ Չէ։ Այստեղ Ռուսաստանի ֆակտորն է ավելի էական դիտարկելը, որովհետեւ տպավորությունն այնպեսին է, որ ռուսները շտապեցին եւ Ադրբեջանի հետ այս լարված մթնոլորտում եկան համաձայնության բացել ադրբեջանական երկաթգիծը Հայաստան ապրանքներ ներկրելու համար։ Եվ ինչու Ադրբեջանը գնաց այդ զիջման, որովհետեւ մինչ այդ ստացել էր միջանցք Հայաստանի տարածքի վրայով եւ իր համար մեծ խնդիր չէր թույլ տալու, որպեսզի բեռը երրորդի երկրից գա իր տարածքով եւ Վրաստանով մտնի Հայաստան, որովհետեւ Հայաստանի ապաշրջապակում չի կոչվում։ Ոնց է կոչվում Հայաստանի ապաշրջապակում։ Երկաթգիծը, որ աշխատում է դեպի Հայաստան, մտնում է, դա ապաշրջապակում չի համարում։ Վրաստանի տարածքով։ Այո։ Եթե երկու մենք վերհիշենք Որ տարածքով ուզում է լինի Հայաստանը։ Չէ, ասեմ որ դեպքում կհամարվեր։ Հիմա պնդում եմ որ չի համարվում ոչ եւ ասեմ որ դեպքում կհամարվեր։ 2022 թվականին երեք երկրների փոխվարչապետերը Օվերչուկը, Մուստաֆաևը եւ Մեհեր Գրիգորյանը պաշտոնապես հայտարարություն տարածեցին իրենց հանձնաժողովից, որ համաձայնել են երկաթգծի երթուղուն, որը պետք է Երասխով, Նախիջևանով, Սյունիքով միանա Ադրբեջանին եւ այնուհետեւ ադրբեջանական տրանսպորտային ցանցին երկաթուղում։ Եթե դա լիներ, կնշանակեր, որ մենք ռուսական բեռները Ադրբեջանի տարածքով կգային կհասնեին Երասխ եւ այնտեղ արդեն լոգիստիկ բաշխումը տեղի կունենար։ Դա կլիներ ապաշրջափակում։ Դա կլիներ, որ մենք նոր ճանապարհ ենք ստանում դեպի մեր պետություն, անմիջապես Ադրբեջանի տարածքով։ Եվ այդ ժամանակ մենք չէինք ասի, որ դա միջանցք է տրվող Սյունիքի տարածքի վրա, որովհետև այդ երկաթգիծը կհասնի մինչև Երասխ։ Այդ պրոյեկտը այլևս սառույցին է գրվել, դրա մասին ոչ ոք չի խոսում։ Այնինչ իրենք համաձայնեցվել են, հետ Հայաստան չի մտնելու, Երասխ չի մտնելու։ Շարունակվելու է Նախիջևանի եզրագծով լավագույն դեպքում դեպի Կարս։ Կամ չգիտեմ հետո ինչ պլաններ ունեն այդ ուղղությամբ, բայց Հայաստան դեպի Երասխ գնալու միտք չկա, հետեւաբար ապաշրջափակում տեղի չի ունենում։ Իսկ այն, որ մենք համաձայնել ենք մեր տարածքի հողի վրայով տալ միջանցք եւ դիմացը Ադրբեջանը համաձայնել է, որ տրանզիտը իրականանա իր երկրով դեպի Վրաստան, մենք դա համարում ենք ինչ որ մեծ ձեռքբերում։ Դա լավ է որ կա, բայց ես նաեւ ուզում եմ ձեզ մատնանշել, որ դա Հայաստանի զիջումն էր Ադրբեջանին փաթեթավորված ամերիկյան դրոշի ներքո, որի վերջնական իրական երկու շահառուները Ղազախստանն ու Ռուսաստանն էին տվյալ դեպքում։ Այդ ոնց եղավ այդպես։ Էլի չեմ ընդունում, որ ամերիկյան կողմին դուք երկրորդական, երրորդական դեր եք այստեղ հատկացնում։ Չի կարող այդպեսի բան չի կարող լինել։ Այսինքն Տրամպը ապաշրջափակեց տարածաշրջանը, որ ԵՏՄ երեք պետությունները իրար հետ ավելի լավ հաղորդակցում են։ Ամերիկյան շահը մի թերագնահատեք, Ամերիկան հաշվարկել է իր շահերը ինչի անում։ Ամերիկան այդ թրիպով կմտնի նաև Միջին Ասիա, եթե չեք հետևել վերջին պայմանագրերին Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ։ Էդ էլի, եկեք բացենք, ոնց է Միջին Ասիա մտնելու, էլի։ Այդ ճանապարհը մենք լավ պատկերացնում ենք։ Ուզում եք ասել, որ Վրաստանով գնացող ճանապարհը այլընտրանք չէր միջանցքի։ Լավ։ Մենք ամեն ինչ փորձում ենք փաթեթավոր, բայց եկեք պատմությունը նախապատմությունը չմոռանանք։ Ուզում եք թերագնահատել այն խաղացողներին, ովքեր կոնկրետ շահեր ունեն։ Ոչ մեկին չենք թերագնահատում, բայց եկեք նախապատմությունը չմոռանանք։ Դա մի պրոյեկտ չի եղել, որ ԱՄՆ-ն եկել է տարածաշրջան առաջարկել երկու պետություններին։ Դա եղել է Ադրբեջանի հետ պատերազմյան պահանջը ուղղված Հայաստանին, որը սկզբում փորձել է իրականացնել Ռուսաստանի միջոցով, հետո փորձել է իրականացնել ԱՄՆ-ի միջոցով։ Հետևաբար եկեք այստեղ չասենք, որ այդտեղ Ռուսաստանի շահներ կամ ԱՄՆ-ի շահներ, այդտեղ Ադրբեջանի շահներ, որը պետք է գտներ ինչ որ մի երրորդ կողմ, որ փաթեթ ավելի սիրուն լիներ։ Մարտի 1-ի գործով լսումներ եղան, ավարտում ենք արդեն դա։ Ազգային մասնակցել եք դուք գնաց։
Լուսումների մասին տեղեկացել եմ, երբ արդեն հնչում էին ելույթները եւ այս առումով ակնհայտ է, որ հրավերները ուղարկվել էին միայն այն ուժերի, որոնք պետք է գային եւ պրոիշխանական քարոզչություն հնչեցնեին։ Եթե դուք ցանկություն ունենայիք, չէիք կարող հայտնվել այդ լուսումները։ Եթե ես տեղեկացված լինեի դրա մասին, ինչ որ եղանակ կգտնեի հայտնվելու խորհրդարանի դահլիճում, բայց միևնույնն է, վստահաբար իմ ելույթները իրենց դուր չէին գալու, որովհետեւ ես այդպես էլ չլսեցի մեկի կողմից, որ այսքան տարի իշխանություն եք, լավ ի վերջո, այն բոլոր հայտարարությունները, որ արել են ձեր քննչականի պետերը, ձեր ԱԱԾ ղեկավարները, լավ դրանք ի վերջո հիմնավորվեցին, թե ոչ։ Ինչ որ մեկը պետք է բացատրի, որ ասում էին պարկուճներ են փոխվել, ապացույցներ են ոչնչացվել, այս իշխանության օրոք դրանք հնչեցին։ Գոնե լավ այդ հանգամանքները բացահայտվել են, թե ոչ։ Եթե չեն բացահայտվել, խորհրդարանական լսում սովորաբար անում են ընդդիմադիրները, որպեսզի ինչ որ հարցադրումներ հնչեցնեն։ Հիմա իշխանությունը ամբողջ քննչական իրավապահ լծակները իր տակ դրած, դեռ մարտի 1-ի վերաբերյալ մատ է թափ տալիս։ Այդ մենք ձեզ պետք է հարցնենք մարտի 1-ի չի չբացահայտեց։ Դե հարցրեք, հիմա կա այդ հնարավորություն, ինչու են անում։ Եվ հնչեցնում եմ դա, անում են, որովհետև չեն կարողացել մարտի 1-ը բացահայտել այնպես, որ հասարակության համար դա տեսանելի լինի, չբացահայտելով հիմա ասում են մենք շարունակում ենք այս հարցը բարձրաձայնել, ինչ հարթակում, խորհրդարանական լսումների։ Ախր ձեր գործադիր լծակները թողած դուք ուր եք գնացել խորհրդարան մտել։ Եվ կներեք նույնն էլ վերաբերում է պատերազմի քննիչ հանձնաժողովին։ Այդքան տարբեր հանգամանքներ հնչեցրեցին, այդքան հասարակությունը սպասում էր, որ տեսներ ի վերջո եւ ապրիլյան պատերազմի մասով, եւ 44 օրյայի մասով ինչ տեղի ունեցավ, վերջում պարզվեց, որ այդ բոլոր հանգամանքները, որ իրենք կամ բացահայտեցին, կամ չբացահայտեցին, այդպես էլ մնացին խորհրդարանի արխիվներում։ Էլիպտի հարցնեմ ինչու։ Ինչու, որովհետև ես կարծում եմ, որ այն հանգամանքները, որոնք պետք է պարզվեին, կամ պետք է նոր հարցեր առաջացնեին ընդդեմ այս իշխանության, կամ տալիս էին այն հարցերի պատասխանները, որոնք դեմ էին իշխանությանը։ Եթե դա լիներ իշխանահաճո մի կամ իրենց թեզերը հաստատող մի փաստաթուղթ, ապա ոչ միայն կհրապարակեին դրանց, այլ այդ փաստաթղթերի պատճենները յուրաքանչյուրիս տուն նամակով կուղարկեին։ Այսինքն չի էլ հրապարակվելով մտածում եմ։ Ոչ, իրենք ասեցին, որ արխիվացվում են, կհրապարակվի այն ժամանակ, երբ որ գա հաջորդ իշխանությունը եւ declassify անի, անգլերեն ասած, այսինքն գաղտնազերծի այդ փաստաթղթերը։